сегодняшняя наша тема будет, откройте, пожалуйста, 156-ю страницу. Самая высокая должность человека – быть врачом. Сегодня будем говорить о должности врача. Խոսելենք այսօր բժիշկների պատասխանատվության մասին, իրենց աշխատանքների մասին։ Մինչև այդ եկեք մի հատ լավ ուսումնասիրենք այս նկարը ու հասկանանք ինչպիսի աշխատանքներ, ինչպիսի մասնագիտություններ ենք մենք այստեղ տեսնում։ Кто может перечислить? Света ջան, можешь перечислить, что мы здесь видим? Կարող ես թվարկել, ինչ ենք մենք այստեղ տեսնում, ինչպիսի մասնագիտություններ, պրոֆեսիա։ Ահա, բժիշկ ոնց է ռուսերեն, Վալերի ջան։ Վրաչ, դոկտոր, հաջան։ Օրինակ տեսեք, այս մեկը ըստ ձեզ, այս ինչա։ Пожарный, пожарный, այս մեկը фотограф, այս мեկը парикмахер, здесь по-русски как сказать? Здесь повар, хорошо, здесь врач, доктор, правильно, здесь строитель, хорошо, здесь учительница, и здесь продавщица. Значит, мы знаем, что у нас есть разные профессии, правильно? Գիտենք, որ տարբեր մասնագիտություններ կան։ Հիմա այսօրվա մեր թեմայի շրջանակներում կոնկրետ խոսելու ենք այս մի մասնագիտության մասին։ Այս որ մասնագիտությունը բժիշկների մասին է։ Ինչու ըստ ձեզ մենք այս թեման ենք հենց ուսումնասիրում բժիշկների մասին։ Այս մենք որ թեմայի շրջանակում ենք ասում։ Հələ հիշեք, մեր անցած դասը որն է։ Здоровый образ жизни։ Ապրես, ինչ կապ ունի Սվետա ջան, здоровый образ жизни բժշկության հետ։ Ըստ ձեզ, կարող ես հայերենով մեկնաբանել, հետո մենք կթարգմանենք։ Այո, որ առողջ լինեն, հիշում եք կանոններ են, ինչ կանոններ ենք պահպանում, որ առողջ լինենք։ Որ ինքնաբուժվել սպորտով, заниматься физкультурой, ինքնաբուժումը շեշտեցի, ռուսերեն ոնց է? Самолечение. Значит, не нужно заниматься самолечением. Չի կարելի զբաղվել ինքնաբուժումով, չէ՞, որովհետև կարող ենք մեզ վնասել, повредить себя. Хорошо. Теперь давайте посмотрим маленький мультик, նայենք փոքրիկ մուլտիկ, որից շատ ուշադիր ենք դիտում բոլորս, որից այսպես հարցեր եմ տալու, թե ինչի մասին է ու անհասարակ ում հետ է այսպես հանդիպում։ К врачу ժամանակն է գնանք բժշկի։